Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը հասել է այն փուլին, երբ ամեն մի դրվագ դարձել է սպասված ու լարված։ Դիտողները բառացիորեն շնչահեղձ սպասում են յուրաքանչյուր նոր սերիային, քանի որ սյուժեն գնալով մոտեցնում է գլխավոր բացահայտման այն գաղտնիքին, որ թաքնված է եղել տարիներ շարունակ։ Սոսը վերջապես վստահ է, որ իր և Անայի երեխան ողջ է, նա պատրաստ է ամեն ինչ իր երեխային գտնելու համար։ Սա այն պահն է, երբ հույսը վերածվում է գործողության։ Սոսն, ով երկար ժամանակ ապրել է ցավի ու կորստի մեջ, հիմա զգում է, որ ճշմարտությունը շատ մոտ է։ Նրա հայացքը փոխվել է, նա այլևս չի հաշտվում անցյալի հետ, այլ փորձում է այն փոխել։ Բայց մյուս կողմում կանգնած է Լիլիթը, միշտ սառնասիրտ, հաշվարկող։ Նա այս անգամ էլ կարողանում է հերթական անգամ մանիպուլացնել իրավիճակը։ Լիլիթը համոզում է բուժքրոջն, ով տարիներ առաջ ներկա էր Աննայի ծննդաբերությանը, որ նա չասի ճշմարտությունը և չբացահայտի, թե ով է իրականում Աննայի երեխան։ Բուժքույրը գտնվում է ծանր վիճակում, նա փորձում է գումար կորզել, բայց դեռ չգիտի, թե ինչ է սպասվում իրեն։ Նա գիտակցում է, որ իր լռությունը մեղքի չափ ունի, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ Լիլիթը վտանգավոր հակառակորդ է։ Լիլիթը նրան կրկին գումար է խոստանում լռության դիմաց, սակայն նաև զգուշացնում, որ եթե նա ինչ-որ բան ասի, դա կարող է արժանանալ իր որդու կյանքը։ Այս իրավիճակում բուժքույրը ստիպված է ընտրել փողը։ Սոսը չի դադարում դստեր փնտրտուքը, նրա ներսում կարծես մի նոր ուժ է բացվել, նա բաց է թողնում իր անցյալի վիրավորանքները և կենտրոնանում մեկ բանի վրա՝ գտնել երեխային։ Սոսը գալիս է Աննայի մոտ, նրա աչքերում հավատ կա։ Նա Աննային ասում է, որ իրենց երեխան ողջ է։ Աննան քարանում է։ Նրա աչքերը մի պահ լցվում են արցունքով, նա չի հավատում, չի ուզում, չի կարող հավատալ։ Նրա ներսում տարիներ շարունակ պահված ցավն ու մեղավորության զգացումը խառնվում են։ Աննան սկսում է ընկնել հիշողությունների գիրկը, հիշում է իր հղիության պահը, ինչպես է Միքայելն իմացել հղիության մասին, բայց դեռ ոչինչ չի կասկածում։ Նրա մտքում սկսում են համադրվել անցյալի դրվագները։ Միքայելի տարօրինակ վարքագիծը, նրա հանկարծակի պոռթկումները, ինչպես նաև այն պահերը, երբ նա խուսափում էր խոսել Անգելինայի մասին։ Աննան հիշելու է, թե ինչպես էր Միքայելը ժամանակ առ ժամանակ չափազանց հետաքրքրվում Անգելինայով և շատ բաներ։ Հիմա ամեն ինչ կարծես սկսելու է տեղավորվել։ Աննան կանգնելու է ճշմարտությունը բացահայտելու շեմին։ Նա հավանաբար կգնա Լիլիթի տուն, քանի որ Սոսն ակնարկում է, որ քույրն ամեն ինչ գիտի։ Որտեղ էլ զայրույթի պահին Լիլիթը հավանաբար կկորցնի ինքնատիրապետումը և կասի ամեն ինչ, կամ կսկսի սեփական հետաքննությունը հասկանալու, թե ինչու էր Միքայելը տարիներ շարունակ այդքան նյարդային լինում Անգելինայի ներկայությամբ։ Եվ հենց այստեղ էլ սպասվելու է ամենահուզիչ շրջադարձը։ Աննան վերջապես կկապի բոլոր կետերը՝ Լիլիթի խոսքերը, Սոսի համոզվածությունը, բուժքրոջ հին այցելությունը, և կգա այն եզրակացության, որ Անգելինան իր և Սոսի երեխան է, որը տարիներ շարունակ ապրել է այլ ընտանիքում Միքայելի խաբեության պատճառով։ Այս պատմությունը խոստանում է վերածվել ամենաուժեղ ու զգացմունքային գագաթնակետերից մեկին։ Անգելինան դեռ չգիտի իր անցյալի մասին, բայց ճշմարտությունը մոտենում է նրան քայլ առ քայլ, իսկ երբ այն բացվի, ոչ ոք նույնը չի մնա։ Ոչ Աննան, ոչ Սոսը, ոչ էլ Միքայելը։ Դիանա Գրիգորյանի ստեղծագործությանը բնորոշ դրամատիզմն այստեղ հասել է իր գագաթնակետին։ Լարվածությունը շոշափելի է, և հեռուստադիտողներն արդեն սպասում են այն մեծ բացահայտմանը, որը կփակի սերիալի ամենամութ էջը։ Մի բան հստակ է՝ «Վերջին զանգը» դեռ չի ասել իր վերջին խոսքը, և առաջիկա սերիաներում սպասվում են բացահայտումներ, որոնք կփոխեն ամեն ինչ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում տեղի ունեցող փոփոխությունների, նոր հեռուստասերիալների մասին և ոչ միայն գրեք նաև ինչ եք կարծում, ինչպես է Աննան հասնելու այն ճշմարտությանը, որը փակ է եղել իր համար տարիներ շարունակ, ինչպես է հասկանալու, որ Անգելինան իր դուստրն է։ Հավանաբար նա գնալու է այն հիվանդանոց, որտեղ ծննդաբերել է։ Այնտեղ գտնելու է փաստաթղթեր, որոնք ապացուցելու են, որ իր երեխան ողջ է։ Թե հնարավոր է, որ նա կասկածի, որ ինչ-որ բան կապված է Անգելինայի հետ ու փորձի Անգելինայի ծնողներից ինչ-որ բան հարցնել։
Դե ինչ, միացեք մեր ալիքին, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, ինչ եք կարծում, Աննան շուտով տեղեկանալու է ճշմարտության մասին, որ Անգելինան իր հարազատ դուստրն է, ով այսքան ժամանակ ապրել է իրենից հեռու, ոչ իր մեղքով, այլ այն տղամարդը, ում նա այս պահին սիրում է, իրենից խլել է իր երջանկությունն, և Անգելինան ապրել է այսքան տարիներ իրենից հեռու։